Երևանի փողոցներում հասկանում են ընտրություններից 3 ամիս առաջ ՔՊԱ-կան իշխանությունը ոտու ձեռ է ընկնում տարեց քաղաքացիների քվեները չկորցնելու համար։ Մարդկանց թվում է ընտրակաշառքի հետ գործ ունեն։ Հայաստանի մոտ 600,000 թոշակառուներն էլ են շուտով վերածվելու ընտրազանգվածի։ Միտքն են, որ հիմարներին ավելի հիմարացնի կան իրան ընտրեն։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե թոշակը որոշել է բարձրացնել, որովհետև Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվածից բարձր է եղել։ Նոր իմացավ վարչապետը, որ Հայաստանում տնտեսական աճ է եղել, կանխատեսվածից էլ բարձր։ Զարմանում են թոշակառուները։ Կկատարենք եւ կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու եւ միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որ մենք պիտի կատարեինք մինչեւ 2026 թվականի հունիսը եւ մենք այսպիսով այդ հանձնառությունը կատարում ենք։ Ինչպիսի հերոսություն, հեգնում է փողոցը։ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը մոտ 36,000 դրամ է, սպառողական զամբյուղը 82,000։ Եթե իրոք ապրիլ 1-յան վաղաժամ կատակ չէ Փաշինյանի հայտարարությունը, ուրեմն թոշակառուները գուցե հնարավորություն ստանան ամիսը գոնե մեկ անգամ միս գնել։